2026-ին կզացնում ենք 16-ին։ Վերջես 2 օր այ ռեկլամ անում իրա գնաց զենքին։ Առաջին ուզում եմ ասեմ, հնդկական զենքը աշխարհում ոչ միտեղ չի գնվում եւ չի օգտագործվում։ Ի նկատի ունեմ հրետանային միջոցները, ի նկատի ունեմ հրթիռները եւ այլ։ Չեմ ուզում հիմա ասեմ, ինչ վիճակում են այդ հրետանի միջոցները Հայաստանում վնաս չհասցնելու համար։ Բայց ուզում եմ խոսել հետեւյալ. Ինչի մայիսի 28-ին։ Դա Ադրբեջանի անկախության օրն է։ Ես մի 10 անգամ ասել եմ։ Ինչի սեպտեմբերի 21-ին չէ, որտեղ ինքը չի լինելու վարչապետ։ Պատկերացնում եք Արցախ հանձնած անձնավորությունը կանգնելու է տրիբունայում։ Ուզում եմ հասկանամ այդ պատոշ արած երեսը ոնց է նայելու այդ զորքին։ Զենք կարա զորքը լիքը ունենա, բայց դա չի կարևորը։ Ես համաձայն եմ Ռուբեն Վարդանյանի հետ։ Կարևորը դուխն է եւ այն ռազմավարական ղեկավարությունը, որը որ այսօր Հայաստանում կզած է։ Կզած մնացել է եւ կա։ Բացի դրանից, օդում պտտվող տեղեկությունների համաձայն տեխնիկան, որ բերվում է իբր թե պարադի համար, մնալու է Երևան քաղաքում միջև ընտրությունները վերջանան։ Կարծում եմ այդ տեխնիկան ինքը ավելի շուտ կօգտագործի մեր հայազգի դեմ, քան դրանով կպաշտպանի Հայաստանը։ Փաստացի ինքը շոու է անում իր նախընտրական ամբավը բարձրացնելու համար։ Պլենտուսից ցածրը, պլենտուսից, զոմբիներիդ հաշվին եւ քո թքող հայոյող թիմի հաշվին շատ մի 18-20% հավաքես։ Ու դու դա գիտես։ Ու չփորձես որևէ մի կուսակցությանը հանես ընտրարշավից։ Ըստ օդում պտտվող տեղեկությունների 2 օր առաջ ինքը ժողով է արել եւ ասել է, որ նախընտրական քարոզարշավից եւ ընտրություններից ինքը ամեն ինչ անելու է, որ հանի օրինակ ուժեղ Հայաստան։ Նորից հարց եմ տալի, ինչի ենք մայիսի 28-ին միլիոններ ծախսում եւ պարադանում։ Հետո պարադը անում է զորքը, անում է պետությունը, որը հաղթել է։ Պատմության մեջ sense բան չկա։ Պարտված ղեկավարը ռազմական պարադ է անցկացնում։ Ժորժ ջան, եթե դրան ընտրիկ, մենք պետություն չենք ունենալու։ Քանի մենք ունենք գերիներ Բաքվում, ես համաձայն եմ Ռուբեն Վարդանյանի հետ։ Մենք իրավունք չունենք պարադ անցկացնենք։ Բացի դրանից, նորից եմ կրկնում, զենքի արկայությունը չի նշանակում, որ բանակը մարտունակ է, որովհետև վերջի մի քանի տարվա ընթացքում ինքը ոչ մի լուրջ զորավարժություն չի անցկացրել։ Ոչ մի անգամ պոլիգոնում չի կրակել, նույնիսկ այդ զենքից, որը բերել է։ Նման ղեկավարի դեպքում, որը ունակ չի հրաման տալ, ունակ չի որոշում կայացնել ռազմավարական ոլորտում եւ զբաղված է ավանտյուրով եւ խաբեբայությամբ, մարդկանց ձերբակալելով, փաստացի հայերը նստած են Բաքվում եւ Հայաստանում։ Ընտրեք 15 համարը եւ մենք բոլորին ցույց կտանք ինչ է բանակը, ինչ է անվտանգության համակարգը, ինչ է ռազմավարական ընկերը, ինչ է ընդհանուր մեր քաղաքացու կեցվածքը։